Կովկասի թագուհու իրական բանտը, ասում էին, նա Կովկասի թագուհին է։ Կին, որի ձայնը կարող էր Արարատի լեռները լացեցնել։ Դոն Արամ Մկրտչյանը, երբ բեմ էր բարձրանում, լույսերը անդարտվում էին, շունչը կտրվում էր, և աշխարհը մի քանի րոպե ապրում էր միայն նրա ձայնով։ Բայց ոչ ոք չէր իմանում, թե ինչ փոթորիկ էր թաքնված այդ շքեղ ժպիտի հետևում։ Տարիներ շարունակ ծափահարություններ, ճանապարհորդություններ, կյանք հազարավոր աչքերի հայացքի տակ, փառքը ոսկե թագի պես նրա գլխին էր։ Բայց թագերը ծանր են, շատ ավելի ծանր, քան ներքևից են երևում։ Եկավ մի օր, երբ բեմը այլևս ապահով վայր չէր նրա համար։ Լուսարձակները այրում էին, աչքերը, ձայները պտտվում էին գլխում։ Երբեմն ծափահարությունների միջից նա լսում էր մի ուրիշ ձայն, որը նրան ավելի խորը լռության էր տանում։ Սկզբում ասացին՝ հոգնել է, հետո ասացին՝ քմահաճ է դարձել, ապա տարօրինակ է իրեն պահում։ Ոչ ոք չասաց, գուցե նա պարզապես լավ չէ։ Այդ տարիներին մարդկային հոգու մասին քիչ բան գիտեին։ Հոգեկան հիվանդությունը խարան էր, ոչ թե ցավ։ Արվեստագետը պետք է միշտ ժպտար, even եթե ներսում փլուզվում էր։ Երբ նրան տարան Սևանի հոգեբուժարան, ձմեռ էր։ Սևանա լիճը սառած էր, սպիտակ, անշարժ լուր, ճիշտ ինչպես նրա նոր կյանքը։ Օրերը դարձան շաբաթներ, շաբաթները՝ տարիներ։ 20 տարի։ 20 տարի առանց ծափահարությունների, առանց լուսարձակների, առանց թագի։ Միայն երկար միջանցքներ, լճին նայող պատուհաններ և ձայն, որ երբեմն դեռ դողում էր կոկորդում։ Ասում են, որոշ գիշերներ նա մեղմ երգում էր բուժքույրերի համար։ Նրա ձայնը դեռ ուժեղ էր, բայց այժմ ավելի մեղմ, ավելի մարդկային։ Նա այլևս չէր երգում փառքի համար։ Նա երգում էր ապրելու համար։ Ինչու՞ մնաց 20 տարի։ Քանի որ այն ժամանակ բուժումները դանդաղ ու սահմանափակ էին։ Քանի որ հասարակությունը վախենում էր հոգեկան հիվանդություն բառից։ Քանի որ կոտրված լեգենդի վերադարձը բեմ հեշտ չէր։ Քանի որ երբեմն բանտը պատեր ու ճաղեր չունի, վախն ու լռությունը բավարար են։ Նա մնաց հիվանդանոցում, բայց նրա ձայնը երբեք չբանտարկվեց։ Մարդիկ, ովքեր մեծացել էին նրա երգերով, դեռ շշնջում էին նրա անունը։ Կովկասի թագուհին այլևս թագ չուներ, բայց դարձել էր առասպել։ Եվ գուցե ամենամեծ ողբերգությունն այն էր,